Պարոն Պետրոսյան, ներկայացրեք խնդրեմ ձեր խնդիրը։ Մենք տեղահանվելուց հետո Արցախի կարատեի ֆեդերացիայի բազայի հիման վրա ստեղծել ենք վերադարձ ակումբը եւ կարողացել ենք համախմբել Արցախի երեխաներին եւ իրենց մարմնակրթական դաստիարակությամբ զբաղվել այդ ակումբի միջոցով եւ այդ ընթացքում պարբերաբար մասնակցել ենք Հայաստանի Հանրապետությունում կազմակերպող տարբեր մարզական միջոցառումների, մրցույթների, առաջնությունների եւ գավաթների խաղարկության, ինչպես նաեւ միջազգային եւ բնականաբար Հայաստանի հավաքական թիմերի կազմում մեր առավել աչքի ընկած մարզիկները կարող են մասնակցել տարբեր առաջնություններում, օրինակ Եվրոպայում։ Մայիսի 1-ից 3-ը Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը պետք է մասնակցեին նաեւ Արցախցի 7 մարզիկներ, 5 տղա, 2 աղջիկ, բայց ես եղել եմ Լիտվայի դեսպանատանը, քանի որ Հունգարիան դեսպանատուն չունի եւ պարզել եմ, որ մեր մարզիկների հայտերը չեն ընդունվել իրենց ազնագրի 070 կոդի պատճառով, ինչը բավականին մեծ խնդիր է եւ անհասկանալի է մեր համար, քանի որ մենք այդ նույն կոդով մասնակցել ենք տարբեր առաջնություններում Եվրոպայում, իմ աշակերտները, մեր ֆեդերացիայի սաները մասնակցել են Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում կազմակերպող նմանատիպ մրցույթների եւ առաջնությունների եւ որևէ խնդիր այն ժամանակ չէր առաջանում։ Դեսպանատնից ինձ պարզեցին, որ խնդիրը Հայաստանի Հանրապետության եւ Եվրոմիության հետ կնքված ինչ-որ պայմանագիրն է, որտեղ այդպես միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձիկ կարող է մասնակցել եւ 070 կոդը չի ընդունվում։ Դա անընդունելի է մեր համար, որովհետեւ չի կարելի այդ ամեն ինչը, որ ուղղված է արցախցիների դեմ, բերել հասցնել երեխաների մակարդակի։ Այսինքն կործանելով Արցախի երեխաների մարզական կարիերան, դրանով ինչի է հասնում Հայաստանի իշխանությունը, ուզում է որպեսզի արցախցիները ամեն կերպ զզվեն եւ արտագաղթեն, այդ է իրենց խնդիրը, ինչն է պատճառը, պատճառը իրենց դեմ հակա ուղղված ընտրազանգվածի քչացումն է, թե արցախատյացությունը այնպիսի մեծ թափ է առել, որ այն հասել է մինչև երեխաների մակարդակ։ Եվ գրավոր դիմել եմ նաև արտգործնախարարությանը եւ սպասում եմ պատասխանի, եթե կան այլ խողովակներ այդ հարցի լուծման համար։ Չէ որ մարզաշխարհը, չէ որ կարատեն դա ոչ թե ազգային, այլ վերազգային արժեք է եւ դա լինելով ճապոնական խիստ ազգային արժեք մարտարվեց, դարձել է համամարտկային արժեք եւ սպորտը առավել եւս մի սպորտ, որտեղ արցախցիները միշտ փայլել են, մենք ունենք նաեւ աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի, աշխարհի մրցանակակիրներ եւ չեմպիոններ, չի կարելի այդպես վերաբերվել արցախցի մարզիկների հետ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն դիմել եք եւ եթե դիմել եք, իրենք ինչ քայլեր են անում։ Գիտեք, ես կրթության նախարարության դիմելու նպատակ չեմ տեսնում, որովհետև ես անձամբ եղել եմ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունում որպես արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ եւ ԿԳՄՍ նախարարության նման քաղաքականացված կառույց գոյություն չունի։ Այդ կառույցի համար կարևորությունը իշխանամետ ծառայություններ մատուցելն է եւ այնտեղ օրինակ իմ նախարարը Արցախում իր համար կարևորություն չէր, թե դպրոցում օրինակ մաթեմատիկա ուսուցիչ կա, թե չկա, թե ինչ-որ մանկապարտեզ տանիքի վերանորոգման խնդիր կա, չկա։ Իրեն հետաքրքրում է, թե ինչ-որ մանկապարտեզի վարիչ հականիկոլական գրառում անում, թե չէ։ Իր ժամանակը անց էր կացնում Facebook-յան էջում հետևելով հակաիշխանական գրառումներ անող կրթական համակարգի աշխատողներին, այլ ոչ թե կրթական համակարգում ինչ-որ բարեփոխումներ մտցնելու համար։ ԿԳՄՍ նախարարությունը ընդհակառակը ամեն անգամ մեր առջև խոչընդոտներ է ստեղծում։ Այսօր ես լինելով Արցախյան միակ մարզական կազմակերպության ղեկավարը, կանգնած եմ մարզադահլիճ կորցնելու վտանգի առջև։ Բայց ես ամենից մեծ հասարակական կազմակերպության ղեկավար եմ։ Իմ մոտ անվճար մարմնակրթական կրթություն են ստանում արդեն 80 Արցախից տեղահանված երեխաներ։ Եվ նման կառույցից Եվրոպայի առաջնության մասնակցելու համար
Հայաստանի բազմակի չեմպիոնների չթույլատրելը ազնագրում 0.70 կոդ ունենալը եւ դա կրում է գիտեք դեսպանատից մեզ ինչ են ներկայացնում որ դա Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպայի միջև կնքված պայմանագիր է այսինքն երբ որ անցյալում մենք կարողանում ենք այդ նույն 0.70 կոդով աշխարհի քառակի չեմպիոն տալ Եվրոպայի աշխարհի մրցանակակիրներ տալ հիմա չգիտես ինչ է եղել եւ այդ ամենը չկա եւ նույնիսկ հետաքրքիր է որ իրենք չեն էլ փնտրում ինչ որ խողովակներ որպեսզի երեխաները չտուժվեն այլ արցախատեացությունը իջեցնում են երեխաների մակարդակ այդ է խնդիրը Իսկ երեխաների տրամադրվածությունը ինչպիսին է արդյոք նրանք կոտրված են այս ամենից Գիտեք ես կոչ կանեմ իմ երեխաներին որ չկոտրվեն որ անկախ ամեն ինչի շարունակեն մարզումները եւ ցանկացած դիմադրություն ցանկացած խոչընդոտ մեջ դարձնելու ավելի ուժեղ եւ մենք մարզվում ենք ոչ թե բարձր գոտի կամ մրցանակներ ունենալու համար կարողատեն մարտարվեստ է եւ ես միշտ իրենց օրինակ եմ բերում հետեւյալ կերպով երբ որ ձեր ծնողները պատերազմի մասնակցել են մենք ունենք զոհվածի երեխաներ մարտական խաչքանշանի արժանացած մարդկանց երեխաներ ես միշտ իրենց ասում եմ ձեր ծնողը գնացել է պատերազմ որպեսզի քեզ պաշտպանի թե մարտական խաչ ստանա Առաջնահերթությունը ես քեզ պաշտպանելն է, չէ՞ դու մարզվում ես, որպեսզի քո առջև խնդիրը կատարես։ Ես ստեղծել եմ վերադարձ ակումբը, որպեսզի համախմբված պահեմ Արցախի երեխաներին, որովհետև իմ գերագույն նպատակը հավաքական վերադարձն է հայրենի Արցախ։ Եվ երեխաներին կոչ եմ անում չկոտրվել։ Մենք մարզվում ենք ոչ թե մրցումների համար, այլ լինելու համախմբված, կարատեի միջոցով նաև մեր բարբառը մեր պահպանելու համար։ Մենք համախմբված ենք այսօր Արցախը պետք է համախմբված որպես համայնք, որպես հատուկ սուբեթնոս մնա Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի Արցախի հարցը չփակվի։